Հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հյուրն է սահմանադրագետ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ եւ պատգամավորության տեխնացու Գոհար Մելոյանը։ Բարև ձեզ, Տիկին Մելոյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Քարոզարշավը մոտենում է ավարտին, մեկ շաբաթ է մնում, փորձենք անցած օրերը ամփոփել տպավորությունները ինչպիսին են, ինչ եք զգում մարդկանց հետ շփումներից։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր տպավորությունները նոր չէ, որ այսպիսի դրականն են եւ պարտավորեցնող, որովհետեւ մենք արդեն ամիսներ շարունակ է շրջում ենք մեր երկրում, մարզերում, գյուղերում, ընդհանուր մինչեւ սահմանամերձ եւ այն հանրային աջակցությունը, այն սերը, այն հավատամքը, այն ուժը, որ մեզ ներշնչում են մեր հայրենակիցները, ամենահիմնական եզրույթը, որ կարող եմ կիրառել, ամենաառաջին հերթին պարտավորեցնող է, որովհետև մարդիկ հուսալքված են, հուսահատ են, մարդիկ շատ վատթար պայմաններում են ապրում, մենք ամեն տեղ գնալուց վեր ենք անում ցուցիչներ, հա, աղքատությունը, չնայած որ համապետական մակարդակով թվաբանության պաշտոնական ցույց է տրվում, որ գրեթե մոտ 2%-ով իջել է, առանձին մարզերում խայտառակ պատկեր ունենք, ընդհանուր մինչև Տավուշում ու Վայոց ձորում, մինչև 50%, օրինակ 15-ից մինչև 39%, հա, 28-ից մինչև 40% աճ է աղքատության։ Գյուղատնտեսություն, անասնաբուծություն, բուսաբուծություն, խայտառակ ցուցիչներ են, վարելահողերը գրեթե 90% մարզերում մինչև 60% անկում են ապրել։ Սա հողի վրա երևում է, երբ գնում ենք այցերի։ Իսկ այցերի արդյունքում մեկ պահանջ կա, փոփոխություն։ Մարդիկ այլևս չեն կարողանում այս կեցությամբ իրենց արժանավոր գոյի հարց լուծել եւ մարդիկ պահանջում են փոփոխություն ու այո, արդարացիորեն այդ փոփոխության իրականացումը տեսնում են մեր առաջնորդի միջոցով, պարոն Կարապետյանի ու Սամվել Կարապետյանը այն մարդն է, որ լինելու է բոլոր հայերի վարչապետը, որովհետեւ նա բացառիկ է այն տեսանկյունից, որ քաղաքականության մեջ չի եղել, բայց նաև զուգահեռաբար բացառիկ է, որովհետև փորձառություն ունի գրեթե բոլոր բնագավառներում, մշտապես եղել է հայերիս կողքին ու հայերիս կողքին է եղել բոլոր հարցերում, ըստ էության, երբ մենք վեր ենք հանել, փորձեցինք շուրջ մի քանի ամիս է գույքագրել պարոն Կարապետյանի բարեգործությունները, որոնք այս իշխանությունը թիրախավորում ու կասկածի տակ էին դնում, մի փոքր պետության չափ բարեգործություն է կատարել հլ ներդրումները հաշվի չառած, հա, բոլոր բնագավառներում, եւ պատահական չէր նաեւ բացառիկությունը մեր քաղաքական ուժի, որ լինելով նորածին քաղաքական ուժ կուսակցություն տասնյակ հազարավոր մարդկանց հանրային աջակցությունն ունեցանք ու մարդիկ ինքնահոսով չնայած այս ճնշումներին, հետապնդումներին գալիս եւ գրանցվում են մեր կուսակցությունում։ Իհարկե խնդիրներ կան մեր հանրապետությունում, տարբեր քաղաքական ուժեր դրանք տարբեր կերպ եւ տարբեր ծավալներով են նկարագրում, նաեւ լուծումները տարբեր առաջարկում։ Ես ուզում եմ նաեւ հարցնել, թե որտեղից ձեր մոտ այն վստահությունը, որ մարդիկ լսում են ձեզ եւ հավատում են, որովհետեւ ընդունված կարծիք է, չէ՞ որ ընտրություններից առաջ անընդհատ խափում են, գալիս են խոստումներ են տալիս, հետո հեռանում, մոռանում են։ Հիմա դուք որտեղից եք զգում, որ հենց հավատում են, ձեզ հավատում են, ձեր քաղաքական ուժին հավատում եւ վստահում են։ Առաջին հերթին պատահական չասեցի, մեր ժողովուրդը, հայրը հոգնել են ճառասողներից։ Արդարացի է լրիվ, որովհետև իրապես մենք ճառասողների միջավայրում ենք ապրել։ Զանգ կախողների ժամանակն է ու հենց իմ քաղաքական ուժի առաջնորդը Սամվել Կարապետյանը իր ողջ կյանքում իր կենսագրությամբ զանգ կախող է եղել, հարց լուծող է եղել, հայերի կյանքը, հայերի բեռը կիսող է եղել ու լինելով հա անգամ իր տնտեսությունը զարգացնելով այլ երկրներում երբևիցե այդ ուղակի կապը չի կտրել հայ ազգի հետ իր սկսած Տաշիր գյուղից վերջացած համապետական մակարդակով ընդհանուր Արցախով, հա, օրինակ այն հիվանդանոցը, որը նվիրեց պարոն Կարապետյանը Արցախին, ինքը տարածաշրջանի ամենաարդիական տեխնիկայով հագեցված հիվանդանոցներից մեկը դարձավ, եթե ոչ առաջատարը։ Այսինքն պարոն Կարապետյանը արդեն իր կենսագրությամբ ցույց է տվել, որ ինքը հարցեր է լուծում մարդկանց համար ու նեղ հարցեր չէ, մասշտաբային հարցեր։ Մենք այն պատկերը ունեցանք, որ մեր երկրի պաշտպանության նախարարը օրինակ կանգնեց ու պարոն Կարապետյանի ընտանիքի անդամներին ասեց ինչի չեք զոհվել։ Վարչապետը մատե թափ տալիս ասում է օրինակ դու ինչու չես զոհվել։ Այն քաղաքական ուժը, որի կառավարման օրոք 3
պարտված պատերազմ ենք անցել ու ողբերգական է մեզ համար, բայց արձանագրված է հազարավոր հայրենիների եւ մեր արժանավոր քույրերի նահատակումը։ Դրան զուգահեռ հենց պարոն Կարապետյանը այն մարդն է, որ ծննդատներ է կառուցել ու հիվանդանոցներ է կառուցել ու մշտապես խթանել է, հա, մեր ժողովրդի աճին, ոչ թե պակասման։ Այսօր մեր երկրում ժողովրդագրության լուրջ խնդիր կա։ Արդյոք դուք տեղյակ եք, որ պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում բնական աճը, այսինքն 40%-ի է հասել նվազումը, 40%-ով 18 թվականի համեմատ պակաս ունենք, այսինքն մահերը ծնունդներին ավելացել են ամուսնալուծությունները, պակասել են ծնունդները, պակասել են ամուսնությունները, իսկ մեր բնույթի պետության, մեր բնույթի ժողովրդի համար տվյալների մեջ նաև ներգաղթը կար, որ ավելացել է այս վերջի տարում ավելի շատ եկել են Հայաստան։ Դուք գիտեք, որ պաշտոնական մանիպուլյացիա է, որովհետև այս թվերը, որ ձեզ ցույց տվեցի, 40% պաշտոնական է, կարող ենք աղյուսակներին է հղում կատարել ու վիճվարչության տվյալներով հատուկ հաշվարկային մեթոդիկայով անգամ այս թվերի մեջ հաշվարկված են մեր 120,000 արցախցիների բռնի տեղահանումը, ռելոկանտների Ռուսաստանից Հայաստան եկած եւ աշխատուժի Հնդկաստանից, որ մոտ 18,000-ի հասնող։ Այս թվերը, որոնց հղում եմ կատարում, այդ ամբողջ ենթադրյալ ներգաղթի համատեքստում է ներառված։ Այնտեղ նաև ցուցիչներ կա, որ այդ ներգաղթն էլ է որոշակիորեն մանիպուլյացիա, որովհետև մարդիկ գալիս են Հայաստանի Հանրապետությունը որպես տարանցիկ գոտի են օգտագործում, հաշվի առնելով չվերթային այս ակտիվությամբ։ Ու անգամ այդ զբոսաշրջության թվերի վրա, ներգաղթի թվերի վրա այդ շարժը որոշակի մանիպուլատիվ կերպով օգտագործվում է։ Առհասարակ նախընտրական շրջանը համարվում է մանիպուլյացիաների շրջան եւ կարծում եմ բոլոր քաղաքական ուժերը ինչ որ չէ, ամենայն դեպս մեկը մյուսին դրանում մեղադրում է, առհասարակ այսպես կարծիք կա, որ հատկապես այս քարոզարշավ մի տեսակ շանտաժի լեզվով են թանում, երբ մարդիկ շփվում են ժողովրդի հետ։ Մեկը ասում է պատերազմ կլինի, մեկը ասում է, չգիտեմ, գուբերնիա, մեկը ասում է 300,000 ադրբեջանցիներ, անընդհատ ինչ-որ վախեր են սերմանած շատ ճիշտ եք հողում կատարում, օրինակ ինձ համար, որպես դեռ վերացարկվենք, հա, քաղաքական գործիչ, քաղաքական ուժի ներկայացուցիչ չէ, ինձ համար որպես հայ մարդ լրջագույն մտահոգության ու նաև ազգային անվտանգության խնդիր է հանդիսանում, որ մեր երկրի ղեկավարը, ում կառավարման օրոք 3 սեպտեմբերյան պատերազմ ենք ունեցել, մեր ժողովրդին սպառնում է 4 սեպտեմբերյան պատերազմով։ Այն պարագայում, երբ զուգահեռաբար ինչ-որ ճակերտավոր խաղաղություն է խոստանում, 300,000 ադրբեջանցիները, ինչպես հողում կատարեցիք, հա, 300,000 ադրբեջանցիների թեզը անձամբ Ադրբեջանի ղեկավարի ու ղեկավար կազմի կողմից պարբերաբար օգտագործվող թեզ է, որը հիմնավորվում է իրենց կողմից Արևմտյան Ադրբեջան համայնքի ձևավորմամբ, դա կազմակերպություն է, որը գնում է, չեն կարող քողարկել մեր ժողովրդից, այդ մարդիկ գնում են ՄԱԿ-ում, եվրոպական կառույցներում ելույթներ են ունենում, պահանջատիրությամբ են հանդես գալիս, մեծ բազա են ստեղծել, անձամբ Ալիևը հենց 300,000 թիվը որտեղից է դուրս եկել, պահանջել է իրենց իրավունքների վերականգնումը Արևմտյան Ադրբեջանում, մեր հայրենակիցների համար ասեմ, այդ Արևմտյան Ադրբեջանը իրենց պատկերացմամբ, այդ թվում Երևանն է, Նիկոլ Փաշինյանի թարմ երեկվա խոսույթից։ Իրենք մեկ հերքում են, սկզբում ընդունում էին, ասում էին, իրենց պաշտոնատար անձանցից մեկը ասեց, այո, մեր երաշխավորը Ադրբեջանն է, այո, ադրբեջանցիները պետք է հնարավորություն ունենան գան մեր երկիր։ Հետո ասեցին, տեսեք, այս ուժեղ Հայաստանը ստում է ադրբեջանցիներին հաղում կատարելով։ Հետո 3 վարչապետը Նիկոլ Փաշինյանը ասում է, այո, պետք է ադրբեջանցիները հնարավորություն ունենան գալ Հայաստան, օրինակ որպես զբոսաշրջիկ։ Արդյոք այդ զբոսաշրջիկը ճակերտավոր է եւ այլ կարգավիճակ չի ստանալու եւ այլ անվտանգային խնդիրներ մեզ համար չի ստեղծելու։ Մեր Չեմվելով վարչապետի երեկվա խոսքերի վրա դուք առհասարակ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատկերացնում եք, որ ինչ-որ ժամանակ հետո մենք կգնանք Ադրբեջան որպես զբոսաշրջիկ առհասարակ այդպիսի վիճակ, այդպիսի տրամաբանություն, այդպիսի զարգացում տեսնում եք, թե դա, չգիտեմ, բոլոր ժամանակների համար գրված է, որ չի լինելու նման բան։ Բնականաբար, որպես բանական էագու մարդ,
ես կարծում եմ յուրաքանչյուրս ցկտում ենք խաղաղության միջավայրում ապրել։ Խաղաղությունը մեր քաղաքական ուժի օրակարգն է, բայց մեր քաղաքական ուժը ունի բալանսավորված ու երաշխավորված խաղաղություն։ Սա խաղաղություն չէ, սա միակողմանի զիջումներ է։ Խաղաղություն չի, երբ որ ասում ես, հա, ամբողջ ժողովրդիդ խափում մանիպուլացնում ես, ասում ես խաղաղություն են բերել, հռչակագիր է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստորագրում, անմիջապես ստորագրումից հակառակորդ պետության ղեկավարը դուրս է գալիս, ասում է դեռ հայերը տնային առաջադրանք ունեն անելու։ Ես բան չունեմ ասելու, ես ուղղակի ուզում եմ կարծիք ճշտել։ Դուք երբևէ համարում եք, որ հնարավոր է այդպիսի վիճակ, որ մենք հարևան որպես ապրենք։ Կներեք, ավարտեմ, օրինակ խաղաղություն չէ, երբ դու քարտեզ ես բաժանում մեր հայրենակիցներին, իշխանություն ես, դեռ չեմ ասում իշխանության համար պայքարը ուժ, ու այդ քարտեզի տրամաբանությամբ անգամ Ալմա-Աթայի հռչակագիր, որ անդադ շրջանառում են որպես մեծագույն ձեռքբերում, այդ քարտեզի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում այս պայդրությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայություն կա։ Էլ ինչ խաղաղություն, եթե դուք ստորագրել եք մի շարք փաստաթղթեր ու իրանք չեն լքե տարածքը, բայց մեր պարագայում մենք բնականաբար տենչալու ենք իրական խաղաղության, որովհետև 21-րդ դարում ենք ի վերջո ապրում։ Ի վերջո մենք գնահատում ենք ու հասկանում ենք յուրաքանչյուր հայ մարդու կյանքի գինը ու խաղաղությունը այն է, երբ որ քո սիմված ուժերի սահմանները, քո ինքնիշխան տարածքի սահմանները այնպես են կահավորված, որ թշնամին մի շարք խնդիրներ պետք է հաղթահարի քո զինվորին մոտենալուց։ Խաղաղությունը այն է, որ թշնամին քո վրա հարձակվելուց առաջ երկու անգամ եւս կմտածի, որովհետև իշխանությունը հայկական շահով է առաջնորդվում եւ հետևանքներ է կրելու։ Խաղաղությունը այն է, երբ որ երկրիդ իշխանությունը չի առաջնորդվում արևմուտքով, արևելքով, էլ չասեմ թուրքա-ադրբեջանական շահով եւ երկրիդ իշխանությունը առաջնորդվում է հայկական շահով։ Այս է իրական խաղաղության երաշխիքը։ Ես առաջարկում եմ մի քիչ ավելի խաղաղասիրական թեմաներից խոսենք, անցնենք ձեր ծրագրերին, թեև կարծում եմ բազմաթիվ անգամներ արդեն բացատրել եք 300,000 նոր աշխատատեղի ինչ է նշանակում։ Ես ուզում եմ հարցնեմ, տեսեք, դեկտեմբերի վերջին հրապարակված տվյալներով Հայաստանում կա 800,000-ից ավելի գրանցված աշխատատեղ, հետևաբար նաև գրանցված աշխատող։ Այսինքն ըստ ձեր ծրագրի 5 տարի հետո մենք պետք է ունենանք 1,100,000-ից ավելի գրանցված աշխատող, թե որոշ աշխատատեղեր ըստ ձեզ որակյալ չեն եւ այդ 300,000-ով մենք ինչ որ աշխատատեղեր ենք նաև փոխարինելու։ Ու նաև խոսքը միայն թվի մասն է, թե նաև նրանց աշխատավարձի վերջո այդ մարդիկ պետք է պատկառելու ինչ որ գումար չէ, նորմալ կենսակերպ ապահովելու համար նորմալ աշխատավարձ ստանան։ Շնորհակալ եմ, որովհետև այս հարցը ու այս մեր տնտեսական առաջարկը բավականին շահարկվում է։ Հետևաբար ես կուզեի վերստին անդրադառնալ դրան, տեսեք 300,000 աշխատանքի առաջարկը, որը ըստ էության հեղափոխական է ու մեր առաջնային 5 տնտեսական առաջարկներից է եղել, այս 5 տնտեսական առաջարկները, որը մենք դեռևս փետրվարին ենք ազդարարել, պատահական չեն, սրանց տակ հազարավոր էջեր են, ուսումնասիրություններ, տնտեսական հաշվարկներ են, ու ի վերջո հենց պարոն Կարապետյանի անձնական փորձառությունն է, ով տասնյակ հազարավոր աշխատատեղեր արդեն իսկ ստեղծել է։ 300,000 այդ 800,000 գրանցված աշխատատեղերի մասին որ խոսում է այս իշխանությունը, կրկին մանիպուլյացիա կա, որովհետև իրենք չեն տալիս հաշվարկ ըստ մարդկանց քանակի աշխատող։ Իրենք այո տալիս են գրանցված աշխատատեղեր։ Օրինակ ես երկու աշխատավայրում եմ այս պայդրությամբ գրանցված, բայց ես մեկ անձ եմ։ Կամ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր 2-3 աշխատավայրերում են գրանցված, դա իրենք հաշվարկ են տալիս որպես անհատի աշխատավայր։ Այդ հարցը այդ մեխանիզմով է, հա, այդ քանակը կրկնապատկվել։ Մենք հաշվարկ ենք կատարել պաշտոնական աշխատանք չունեցող մարդկանց, բայց լուրջ տնտեսական հաշվարկներ կան։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, թե ձեզ հիմա լսող հեռուստադիտողը որտեղից պիտի այդ զգացողությունը ունենա, որ ձեր ասած 300,000 օրինակ մանիպուլյացիա չէ։ Մեր հարգելի հայրենակիցներ, մենք ունենք սա մենակ աշխատատեղ ստեղծելը տենց օթից չի գալու։ Այդ աշխատատեղերը ստեղծվելու են մի շարք արդյունաբերական, ձեռնարկատիրական հիմնարկների ստեղծմամբ։ Այդ աշխատատեղերի ստեղծման համար մենք արդեն բավականին երկարաժամկետ ու բազմատեսակ պլաններ ունենք ու ամենակարևորը դա համապետական կենտրոնացվածությամբ այդ աշխատատեղերի ստեղծումը ունի շարունակություն։ Փորձը ու պատմությունը կա։ Ես բավարարված եմ պատասխանում, բայց ուզում եմ ձեր բոլոր կետերից խոսենք, բակի ժամանակն է շատ կարճ։ Եթե մի փոքր էս ներկայացնեմ կոռելացիա տանք, տեսեք, մենք ստեղծում ենք 300,000 աշխատատեղ, ինչու՞։
որպեսզի մեր արտագնա աշխատանքները նվազեն մարզերում, ինչա տեղի ունենում մարզերում, հայրերը գնում են արտագնա աշխատանքի, խոպան այսպես կոչված, արդյունքում ընտանիքներում նույն այդ ամուսնալուծություն եւ այլն, հա դեմոգրաֆիկ նվազումը, ավելի քիչ երեխա ունենալու խնդիրներ են ծագում։ 300,000 աշխատատեղերը համապետական են լինում, ամեն մարզում այդ մարզի պոտենցիալին հարիր աշխատատեղեր են ստեղծելու, արդյունաբերական կենտրոններ են ստեղծելու, հայրը մնալու է ընտանիքում։ Դրան զուգահեռ մենք ունենք 20,000 մատչելի բնակարանի ծրագիր, կրկին համապետական։ Մենք չենք հասնի ամեն ինչից խոսել, բայց շատ կա, չէ, ես գիտեմ այդտեղ տողերը 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Ես դա հասկանում եմ, եթե փոքր բիզնեսը ազատվում է հարկից, ինչ որ միտեղ պետք է հարկը ավելանա, որ մենք բալանսի գանք, չէ։ Չէ, տեսեք, ոնց է մեր առաջարկը։ Ինչու ենք հենց գնացել այս ճանապարհով։ Նախ, այս փոքր բիզնեսի շրջանառության հարկը, որը մենք ազատում ենք, ինքը ի սկզբանե 5% էր։ Հիմա այս իշխանությունը այն դարձրեց 10%, լրացուցիչ հարկային բեռը ծանրացնելով։ Դրա արդյունքում բազմաթիվ փոքր բիզնեսներ փակվեցին։ Այլ փոքր բիզնեսներ էլ ծառայությունների գները թանկացրեցին։ Օրինակ, հա վարսավիրանոցներ, մանկավարժական ինչ-որ հաստատություններ, նկարչության կրպակ եւ այլն։ Ինչ ենք մենք ասում։ Մենք դա այս փոքր բիզնեսի հարկը ընդամենը 2%-ն է մեր բյուջեի կազմում։ Մենք իրենց ազատում ենք այս բեռից ու հնարավորություն ենք տալիս շնչել, ընդլայնվել եւ դառնալ միջին բիզնես։ Այ արդեն երբ միջին բիզնես կան, իրենց նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ են լինելու եւ իրենք դեղորայքից եմ ուզում հարցնել, հասցնենք այդ մասին խոսել 20% դեղերի գների նվազում։ Ես մտածում եմ դուք ստիպելու եք, որպեսզի 20% էժան վաճառեն, թե սուբսիդավորելու եք եւ կարծում եմ եթե հնարավոր է դեղորայքը կրճատել, գինը, գուցե հացը, չգիտեմ, հացամթերքը, ալուրը, մյուս ձետ, շաքարավազը։ Վերջից կամ այդ նվազագույն սպառողական ու պարենային մթերքների արժեքները լրջագույն խնդիր են, որովհետեւ եթե 2018-25 համադրություն ենք վերցնում, միջին թոշակը մոտ 48,000 դրամով է ավելացել, բայց այդ զամբյուղների արժեքները 49,000-ից դարձել են 78,000 դրամ, գրեթե կրկնապատկվել են։ Ու այսինքն միջին թոշակառուն անգամ իրեն չի կարող թույլ տալ այդ ամսական անհրաժեշտ մթերքները ընդունել։ Դեղորայքը մեր հարևան պետություններում մենք օրինակ Վրաստանի համեմատ որոշ դեղորայքներ ունենք, որ կրկնակի թանկ է Հայաստանի Հանրապետությունում։ Սա առաջին հերթին պետության վարչարարության խնդիր է։ Եթե մենք ճիշտ վարչարարություն կազմակերպենք, բնականաբար բիզնեսներին առանց որևէ ճնշման, առանց վնաս տալու համախառն կերպով, հա, հնարավոր է սուբսիդավորմամբ, հնարավոր է ճիշտ ներկրման կազմակերպմամբ, մենք ունենք այդ պոտենցիալը ու հնարավորությունը մեր բնակության համար համարժեք մատչելի դեղորայք վաճառելու։ Մենք ավարտում ենք, արդեն լրացավ, ես ուղղակի եթե այսօր մայիսի 28-ը չլիներ, չէի այդ հարցը տա, բայց այսօր մայիսի 28-ն է զորահանդես եղավ, անկախ ձեր քաղաքական հայացքներից, ակասություններից, որոշակի դրական էմոցիաներ այդ զորահանդեսից ունեցաք։ Ամփոփիչ, եթե թույլ տաք երկու նախադասություն ասեմ, Ես րոպե ունեք ընդհանրապես։ Ես շնորհավորում եմ իմ հայրենակիցներին մայիսի 28-ի կապակցությամբ այս օրվա խորհուրդը շատ կարևոր է, այն խորհուրդը այն մասին, որ մենք ունեցել ենք անկախություն, այս առաջին հանրապետության անկախությունը մոտ 2 տարի է տևել։ Ես այն սերունդն եմ, որ զորահանդեսներով է մեծացել, իմ ծնողը ինձ միշտ տարել է իմ երկրում, ես հետևել եմ հպարտություն ու մեծ պատիվ եմ ապրել այդ զորահանդեսներով ու 8 տարի մեր երկրում զորահանդես չէր անցկացվել։ Սա նախընտրական շոու է, ինչի համար ես ցավում եմ ու ես չգիտեմ թե այս զենքն ու զինամթերքը արդյոք այն սուերի ձևով են աշխատելու, որոնք հրթիռ չունեն։ Ես ուրախ իհարկե ես պատիվ հարգանք մեր զինված ուժերի ծառայակիցներին, մեր զինված ուժերի էլիտային, ովքեր մեր անվտանգությունն են երաշխավորում, բայց մենք այս 8 տարի կառավարման արդյունքում տեսանք լրջագույն պատերազմներ, որոնք նաև մեր ազգի ոգին են կոտրել, ես լիահույս եմ, որ ուժեղ Հայաստանում այլևս այդ ապրումներից վերացարկվելու ենք ու նենց իշխանություն ենք ունենալու, որի արդյունքում թե մեր զինվորականները, թե մենք ընդհանուր առմամբ հայերս շտկելու ենք թիկունքները։ Շնորհակալ եմ լավ եթերի համար, նաև ձեր կարծիքների համար։ Փոխադարձ։ Այսքան արգել հեռուստատողներ, մեր հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։